Աստծո խոսքեն հատված պիտի գարտամ, որ գտնվի ծննդոց 6-րդ գլուխի մեջ։ Մեգեն 8 համարները պիտի գարտամ։ Եվ եղավ, որ երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսեցին, ու իրենց աղջիկներ ծնան, Աստուծո որդիները մարդոց աղջիկներուն քեղեցիկ ըլլալը տեսնելով, ամեն իրենց ընդրածներեն իրենց գիներ գարնեին։ Եվ դերը ասավ, իմ հոգիս միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիգա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլլան։ Այն օրերը երկիրի մեջ հսկաներ գային եւ անգետնալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն գմտնեին, որոնք անոց զավակներ գծնանեին, ասոնք իբաղուց հետե զորավոր ու անվանի մարդիկներ էին։ Եվ դերը երբ դեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա գշատնար, ու անոնց սրդին խորհուրդներուն բոլոր գաղափարները միայն չար էին ամեն օր։ Դերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց, ու իր սրդի մեջ դրդմեցավ։ Եվ դերը ասավ, երկրի վրայեն չնչեմ մարդը, զորը ստեղծեցի, մարդեն մինչև անասունները և սողունները ու երկինքի թրջունները, վասնզի զանոնք ստեղծելուս գզղջամ, բայց նոյ դերոջ առջև շնորհք կտավ։ Թող դեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, այս հատվածի մեջ բավական խրթին հարցեր կան, բայց ես կուզեմ Նոյան դաբանը եւ անոր առնչագից թեփքերը մեր խորհրդածության նյութը դարձնել եւ շեշտել կարևոր ճշմարտություններ։ Մարդուն աբագանած բնությունը զոր ժառանգեց աթամեն չրեղեն ետ գնալ շարունակվեցավ այս բնությունը իր մեջ մնաց եւ մարդիկ դարձյալ շատնալու սկսան այս աբագանած մեղավոր բնությունը իրենց մեջ գրելով մարդը խորհուրդով մեղք կգործե մեղքեր զոր չերևար խոսքերով եւ գործերով ալ մեղք կգործե քանի որ բնությունը մեղավոր է մեղավոր բնություն կգրե մարդը իր սրտի մեջ ֆաբրիկ ունի գործարան ունի որ միայն մեղք կարտադրե այս է մարդուն սիրտը Աստված նայեցավ դեսավ թե աբագանած էր ինչպես կարդացինք ինչը աբագանած էր մարդը այսինքն սիրտը մարմինին անդամները իր հրանքները սիրտեն կստանան եւ երբ սիրտը աբագանած է աչքը ագանչը ձեռքերը ոտքերը լեզուն ինչ կարտադրեն երբ աբագանած սիրտեն կմղվի մեղք կարտադրե Ամեն մարմին իր ջամփան աբագաներ էր գարտացինք եւ մեր նույթն աբիդլլա նոյան դաբանին բատկամ Փամը երբ գաբագանի ինչ կնենք գբահենք դերմը գտապենք ամբիդան գտարնա խորձածելի չթարդար Մարդոց խորհուրդները աբագանած են Մարդոց խոսքերը աբագանած են Ինչ է այս օրվան նյութը զոր մարդուն սրդի մեջ գդիրե Ինչ է Ինչ կխորի մարդիկ ինչ կխորին Մարդոց գործերը աբագանած են Եվ բոլորիս ծանոթ է այս հետևանքը սրդին հետևանքը Սակայն այս բոլորին մեջ Կտեսնենք ինչպես կարդացինք հատվածի մեջ, մեկը, որ Աստծո առջև արդարությամբ կգալեր, որովհետև այդ անձին մեջ Աստված գար, կփնագեր, անոր սիրտը Աստծո հետ էր, սիրտը, որ հոժար էր Աստծո հնազանդելու։
Անոնք որ գսեն եղբայր այնպեսի տարումը մեջ գաբրինք, այնպեսի շրջանագի մեջ գաբրինք, որ չես կրնար Աստծո հետ քալել։ Ուզես քալել, բայց չեն ցիկեր, չեն թողեր, շուրջինները չեն ցիկեր։ Ավելի ճիշտ է ասել, չեմ ուզեր քալել։ Եվ ոչ թե չեն թողեր։ Եթե մեկը չուզեր Աստծո հետ քալել, պատճառաբանություններու ցանկը գրնա ներկայացնել։ Կգտնե, եթե չի գտնե, կստեղծե, կշինե։ Անդրանաբանական պատճառաբանություններ, որտև կուզե հեռանալ Աստծուց մե։ Տեսավ հերույեն չի բարևեց, չի ժպտաց, տունը չի կանչեց, Բարևը չեր, փամը գա, փամը ունի, փամը գիշեմ ես այն օրը խոսք մսավ և այնպեսի հիվանդ միտքը պատճառաբանություններ կստեղծե, որպեսզի ցույց տա, որ ես պիտի հեռանամ Աստծուց մե։ Երբ որ մեկը գուզե Աստծո հետ քալել, անպայման պիտի քալե, նոյ գենթանի վգամն է։ Անիմաստ է պատճառաբանությունները, եթե մեկը իրապես գուզե, բոլորը մեկ կողմ գտնե, որտև սիրտը Աստծո վրա է, ինք գուզե այս չար աշխարհի մեջ Աստծո հետ քալել։ Նոյի բարակային, եթե սերդենք, աչը ցախը նայենք, դիրող վիճակը, եթե ուզեր գրնար պատճառաբանություններ ներկայացնել, սակայն չրավ, որտև սիրտը Աստծո վրա գարչած էր։ Այդ սրտի մեջ Աստված կգարավարեր այդ սիրտը։ Եվ 22-րդ համարի մեջ կգարտանք, որ նոյ հնազանդեցավ։ Եվ նոյ և ըրավ նոյ Աստծո իրեն բոլոր պատվիրածի պես այնպես ըրավ։ Այս դեպքի մեջ Աստծո գործերուն նկատմամբ մի քանի ճշմարտություններ կտեսնենք։ Մեկ, թե Աստված ամեն բան կտեսնե։ Եվ դերը երբ տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնար, տեսավ։ Աստված կտեսնե։ Ոչ թե միայն գիտե, կտեսնե։ Սիրտդ կտեսնե։ Քեզի կտեսնե, քո վարմունքդ կտեսնե, խոսքերդ կլսե։ Հիսուս հերույեն փարիսեցիներու խորհուրդը գարտած, ինչ կմտածեին։ Աստված կտեսնե, Աստված զաղրչլար, ոչալ կխապվի, ոչալ կդարվի արդակին երևույթներով, ինչպես մենք կդարվինք, կխապվինք։ Դերը արդարը բիդի վարձադրե և մեղավորը վատջե։ Երկու, ամեն բանի վրա գիշխե, փնության վրա, նոյան դաբանին հետ առնչվող ինչ դեպքեր որ կատարվեցան, այս կտեսնենք, Աստված փնության վրա գիշխե, անասուններուն վրա, փուսական աշխարհի վրա, գադարյալ իշխանություն ունի։ Անասուններ զույգ դաբանը մտան, զույգ, ինչպես զույգ մտան, Աստված հրամայեց և անոնք մտան, գխորիկ թե նոյ քնած, փնդրեց և զույգ առաջնորդեց դաբանը, Աստված հրամայեց։ Այո, Աստված կհրամայե և անասուններ և ամեն բան, փուսական աշխարհը, փնությունը կհնազանդի։ Գետցուկին հրամայեց, որ միջեկրական ձով երթա, հոն գետցուկ չաբրիր միջեկրականի մեջ։ Հրամայեց և քնած ցուկը հնազանդեցավ։ Ան քերբնական անձնավորություն է։ Նույն օրը անթունթին բոլոր աղբյուրները ջեղկվեցան ու երկինքի բադուհանները բացվեցան։ Աստված հրամայեց և դեղաց անձրևները։ Երեք անոր արդարությունը կտեսնենք այս
դեպքի մեջ։ Նոյին վարձադրեց եւ մեղավորներուն պատճեց։ Այս է Աստուծո սկզբունքը։ Երևակայեցեք, եթե Աստված այս սկզբունքը չունենար, արդարը վարձադրել, մեղավորին պատճել, եթե այս սկզբունքը չունենար, ինչ պիտի լար։ Երևակայեցեք, երկիրի մեջ թադավորներ գոյություն չունի։ Ինչ պիտի լար։ Ամեն մարդ ուզածը պիտներ։ Թադավորը հոն է, որբեսի արդար վարձադրե եւ մեղավորին թադաբարտե, պատճե։ Ուր մնաց Աստված, որ սուրբ է, արդար է, իր աթորը, Աստուծո աթորը գգարտան, որ արդարության վրա հիմնված է։ Այստեղի թադավորները դակից կուդաս կրնան փոխվել, բայց սուրբ Աստված ոչ։ Այս է սկզբունքը։ Շնորհքի տնտեսության մեջ այս սկզբունքը փոխված չէ, Աստված նույնն է, սակայն որովհետև Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրա մեռավ մեղավորներուն դեղը, անոր համար երկայնամիտ կլա, ոչ թե փոխված է, սկզբունքը նույնն է, մեղավորին պիտի պատճե, եթե չընդունի հրավերը Տեր Հիսուսը, անոր գադարած փրկագործությունը անպայման պիտի պատճե, իր արդարությունը, սրբությունը գստիպե այդ ընել, բայց հիմա երկայնամիտ կլա եւ կգանչե բոլոր մեղավորներուն, որ անոնք ապաշխարեն Հիսուսի դառնան։ Այս դեպքին մեջ եկեղեցվո հայրեր քեղեցիկ խորհրդաբատգերներ կտեսնեն։ Դաբանը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դաբանի մեջ Նոյ եւ իր ընտանիքը ապահով էին։ Այդպես ալ Քրիստոսի մեջ մենք ապահով ենք։ Ինչալ ըլլա, մեր հասակնալ գարցնեն, ապահով ենք, խաղաղ ենք, ան մեր սրդերուն մեջ կպնագի գաբրի։ Չրեղեղը Աստուծո փարգության խորհրդաբատկեր է, Աստված համբերեց, դարիներ համբերեց, բայց երբ ժամանակը եկավ, իր փարգությունը թափեց։ Նոյ եւ իր ընտանիքը եկեղեցին խորհրդաբատկերը կտեսնեն, իրարու միջև խաղաղ էին, ուրախ էին, որտեղ բոլորը դաբանի մեջ, Քրիստոսի մեջ, այսպես ալ հավատացյալը իր ուրախությունը կգտնե եկեղեցի մեջ, իր նման հավատացյալներուն մեջ։ Հակառակ մեկը մույսե դարբեր է, բնավորությամբ, թերություններ, դգարություններ, լեցուն, մեծեն բրդե միջե փոքրը, բայց հոն հավատացյալը ուրախ է։ 120 տարի ուրեմն ավելի Նոյ Աստուծո պատկամը փոխանցեց, խոսեցավ, սակայն Աստված երկայնամիտ եղավ եւ համբերեց։ Եվ հիմա ամենակարևոր պատկամը գուզեմ ցեզի փոխանցել, որ հասկանալն շատ թյուրուն է։ Պիտի գարտամ Մատթեոսի 24-րդ գլուխին 37-39 համարները։ Մեր Տերը գսե, բայց ինչպես Նոյի օրերը եղավ, Որտո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա, քանզի ինչպես էին այն օրերը չրեղեղեն առաջ, գուդեին, գխմեին, գին գարնեին ու երգան գուդային, մինչև այն օրը, որ Նոյ դաբանը մտավ, եւ չկիցան, մինչև չրեղեղը եկավ ու ամենը վերցուց, որտո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա։ Տեր Հիսուս Նոյի ժամանակաշրջանի մեջ ապրող մարդոց մտայնությունը օրինակ բերավ, որպես վիճակը զոր պիտի դիրեր աշխարհի վրա, առաջ որ ինք վերադառնա։ Եվ այդ վիճակը վերջին օրերու մեջ եղող վիճակն է։ Մեր Տիրոջ այս արդահայտությունը ցույց կտավ, որ Նոյան դաբանը եւ ինչ որ բադայեցավ այն ադեն առասպել մչեր։
Հիսուս արասպելներ օրինակ չբերեր։ Արասպելներ չէր։ Հաբա իրական վիճակ մներ զոր գդիրեր երկրի վրա։ Այդ օրերուն մինչ նոյ դաբանը գշիներ եւ միևնույն ադեն գկարոզեր նյութ ունենալով ինչ է նյութը Աստուծո փարգությունը սակայն առաջ փրկության միջոց մգա դաբանը ցեզի համար գշինեմ Աստուծո գոմե բատկամ է այս էր նյութը մարդիկ լսեցին այո լսեցին մեկ տարի չէ երկու տարի չէ 120 տարի ավելի գրնակ երևակայել ինչ էր մարդոց թիրքորոշումը որում պատճառով Աստուծո փարգության արժանացան անհոգությամբ զիծաղիլ Աստուծո ծառային վրա եւ անհավատություն չհավատացին անհավատությունը այս է Աստուծո ըսածին չհավատան ներկա ժամանակաշրջանն մարդիկ անհոգ եւ անդարբեր են խոսիր ովևէ մեկուն հետ ապաշխարության մասին մինչև սկսեն մենք ապաշխարության բեք չունենք այդ տեսակ հիվանդ միտքեր կան ճիշտ մարդիկ այդ օրերուն ինչպես էին այսօր ալ նույնն են անհոգ եւ անդարբեր են իրենց հոգին փրկությունով եւ հագարագող Աստուծո գամքին այդ չէ աշխարհի վիճակը ոչ թե Աստուծո քոյության չեն հավատար չէ հաբա անոր ըսածներուն չեն հավատար Աստված բան գսե իրենք ուրիշ բան գսեն իմ ըսածս ոչ թե քու ըսածդ իմ ուզածիս պես եւ ոչ թե քու ուզածիդ պես գահավատամ այո դու մեզ ստեղծեցիր գահավատամ դու ամենակարող ես բայց իմ գամքս ու ոչ թե քու գամքդ ես ինչպես որ համոզված եմ այդ է ճիշտը եւ ոչ թե իմ համոզում ես դուրս դարբեր բաներ կներկայացնես որբեսի ընդունիմ ոչ չեմ ընդունիր ընտանեկան եւ ընկերային կյանքի համար իմ հնարած չափանիշերս եւ ոչ թե քուգինդ մոդալ անցած է չէ չի կալեր հիմա այս է աշխարհի վիճակը իմ ըսածս իմ համոզումս ոչ քուգինդ այս է մարդոց թիրքորոշումը գրոնի պատկանելություն ունի կամ ոչ մեղքը սիրելիներ ուտել խմել գինարնել էրգանդալ չէր Հիսուս որ հոսավ հաբա մարդուն գետրոնացումը իր անձին վրա ու միայն իր եսը քոացնել էր անձնաբաշտ դառնալն էր անձնագետրոն կյանքներ Աստված իրենց խորհուրդներեն դուրս ցկված էր այս չէ այսօրվա վիճակը Աստված դուրս դու մեզ հետ կորչունիս մենք Ուրդեղները հասանք դու մեզի այնպեսի բադվերներ գուդաս որ ինչ կխոսիս դու մենք լուսին ելանք ուրդեղները պիտի հասնենք դեր մեր ուզածը այս է աշխարհի վիճակը եւ եթե նկատի առնենք Բողոս Արաքյալի խոսքերը վերջին օրերու մեջ մարդոց մտայնության եւ անոց վիճակը ներկայացնող անվիճելի իրականություն կդառնա ու մեզ կհամոզեն թե մենք այնպեսի օրերու մեջ կապրենք որ Տեր Հիսուսի վերադարձը մոտեցած է եթե Տերը գամի եկող գիրագի մի քանի զգայացունց նշաններու մասին պիտի խոսենք լսենք Բողոս Արաքյալը ինչ կսե Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-5 համարները
Եվ զայս կիցիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Վասնզի մարդիկ պիտի ըլլան անցնասեր, արձատասեր, ամփարդավան, հբարդ, հայհույչ, ծնողներու անանազանդ, աբերախտ, անսուրբ, անկութ, քութ ըսված բան ու գոյություն չունի այսօր։ Ուզեն է մի քանի միլիոն մարդիկ թողմերնին, վերջին հոգերին է, քութ չի կա, մեղք է, սա մարդուն մեղկանանք չի կա, անկութ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, թաժանապարո, բարին չսիրող, մատնիչ, հանթուքն, քորոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածպաշտության երբարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, եւ թուն ասոնցմե մեկտի գեցիր։ Աստվածպաշտության երբարանքը մնացել է, երբարանքը։ Մեր պաշտամունքը հիանալի է, ասպես կսկսենք, այսպես կվերջանանք։ Մենք լավ խոսողնենք, մեր պաշտամունքի ընթացքին այդ մասերը դեղմը չես տեսներ, երևույթ մգա։ Աստվածպաշտության երբարանքը մնացել է, անոր զորությունը, ինչ կհասկնակ անոր զորությունը ուրացած են, այսինքն Աստուծո համար ապրելու զորությունը ուրացած են։ Հարցոս է, հարց եկեղեցի երթալքալ չէ, Աստուծո համար պիտի ապրի մարդը, ուրացած է, չի գրնար Աստուծո համար ապրի, չուզեր ապրի, ուրացած է։ Նոյան դաբանի շինության համար աշխատող բանվորները գնմանին այն մարդկանց, որ Աստուծո ծառայելը իբր արհեստ ընտրած են, թրամ թիզելու համար բաշտոնյաներ են, եւ այդպեսիներ դաբանը պիտի չմտնեն, ինչպես անոնք չմտան։ Ով գսե այս խոսքերը, Սուրբ Օգոստինոս։ Ինչ մարդիկ այսօր գրոնի թրոշինդակ այնպեսի կործեր գնեն, ցավալի երևույթ է տեսնել, մեծ տոկոսով մարդիկ, որոնք քրիստոնեության թրոշագին դակ գկործեն թրամ թիզելու նպատակով։ Մարդիկ կքայթաղին, լավ չէ, հոս ժողովուրդները կքայթաղին, վերջին հոգերն է, ինչ հոգի է այս, ինչ խիղճ է, որ խանցված է, եւ Աստուծո ցայնը չեն լսեր։ Ասոնք Քրիստոսի հետ ովևէ կապ չունին։ Արդար թադավորը պիտի թադե, անպայման ոչ ոք խուսափի չգասկածի ասոր։ Դեր Հիսուսի խոսքերը լուրջի պետք է առնենք, Մատթեոսի մեջ որ գարտացինք, անգամ մնալ գարտանք, Մատթեոսի 24 գլուխի մեջ, բայց ինչպես էին Նոյի օրերը եղավ Բորտվո մարդո կալուսնալ այնպես պիտի ըլլա։ Նոյի օրերը մարդոց մտայնությունը զաղրել, անհոգ, անդարբեր, Աստուծո ուսածի չհավատալ, դարիներ խոսեցավ, Նոյ խոսեցավ, չհավատացին, այդպես պիտի ըլլա, Բորտվո մարդո կալուսնալ։ Ինչ գեզրագացնենք, որ այսպեսի օրերու մեջ կապրինք, ուրեմն Հիսուսին կալուստը մոդեցած է և հարցումը զորգողվի քեզի և միայն թուն պիտի պատասխանես, անոնք որոնք մեզ գունգընտրեն համացանցի միջոցով, թուն պիտի պատասխանես, թրացի չէ, գինը չէ, զավակները չէ, ամուսինը չէ, թուն պիտի պատասխանես, դաբանին մեջ ես, թե ոչ թուրսն ես։ Ես լավ եմ, իմ սիրտս բարի, ես եկեղեցի գերտամ, ես որում վնաս հաստուցած եմ, ես սաղմոս կգարտամ, Սուրբ Գիրքը բարձիստակ կտնեմ, ասորանորգո, հարցումը այդ չէ, ինչ գնես չէ, Սուրբ Գիրքը ուր գտնես կամ որքան կգարտաս չէ։
Ես լավակուն համայնքին կպատկանիմ, ես ինչ կխորիստուն, բզդիգուց, հայրս, մայրս, զիս ծերքես բրնած, եկեղեցի դարա, հարցումը այդ չէ, որ համայնքին կպատկանիս, դաբանին մեջ ես, Օկոստինոսին սածի բես, և բոլոր եկեղեցի վայրերը, Քրիստոսի մեջ ես, թե թուրսն ես։ Ես շատ մոդ եմ, բայց մեջը չէ, Եթե մենք բասի ստեյշն երթանք, դեսած եք բոլորըտ, հերույեն ալ գվազեն, մեկ կոմեն մուշսը գանցնին, որ հասնին բասին, չեն հասնիր, կկոցվի, բասը գերթա, մոդել, սաբույե մեջ ալ այդպես կլա, աստիճաները գիշտան արագ, հերույե, Թուրսը մնաց, մույսը երկու քայլ, թուրսը մնաց, հարցը Հիսուսի մոտ ըլլալը չէ, հարցը անոր մեջ ըլլալն է, որտև այդ քեզի պիտի փրկե, ոչ հովիվդ, ոչ բադվելին, ոչ համայնքդ, երբեք համայնքդ պիտի փրկե, ապահովությունդ Քրիստոսի մեջ է, և հարցումը այս է, լուր չի առ, Հիսուս կսե, Հիսուսի խոսքերն են, ինչպես էին նոյի օրերը, այնպես պիտի որդո մարդու կալուսնալ, այնպես որ լրջորեն խորհե, մի բարձենար քու իչկերովդ, քու անցյալովդ կամ ներգայովդ, եթե մեջն ես, երանելի ես, նոյան դաբանը բարզ բատմություն բչե, այլ աստուծո գոմե բատկամ է, Մարդուն հավիդենական ճագադակերին հետ առնչություն ունեցող բատկամ է, գադակ միներ, լուր չիար, եթե Հիսուսը ընդունաչես այսօր ըսեով դեր, ես մինչև հիմա քեզի քու մոդը դեի, պարի էի, լավ էի, եկեղեցի գերտայ, մոդը դեի, բայց այսօր գհրավիրեմ սրդիս մեջ, իմ սիրտս եկուր քրավե, ուզեմ քու մեջը դլլալ, Այն ադեն թուն խաղաղություն պիտի ունենաս և գադարյալ ապահովություն։ Գուզես այսօր այս քայլը առնել, մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Այս առիթը չեմ ուզեր, որ փախցնես, թերևս ուրիշ անգամ առիթ չես ունենար, քեզ վախցնելու համար չեմ ասեր, կյանքը անըստույք է, Եթե գուզես դաբանի մեջ Քրիստոսի մեջ ըլլալ, հետևյալ աղոթ գրե, խոնարհե անոր առջև և ըսե Դեր Հիսուս, մինչև հիմա ես կբարձենայի իմ համայնքովս, իմ եկեղեցիովս, իմ հոգևոր առաջնորդովս, բարի գործերուս կվստահեի, բայց այսօր գուզեմ քու մեջը դլլալ, գհրավիրեմ քեզ իմ սրտիս մեջ, եկուր փնագե և գարավարե իմ սիրտս, այո դեր, գնդունիմ որ մեղավոր եմ, փրկեզիս մեղքի զորութենեն, իշխանութենեն, և գուզեմ այսուհետև քեզի համար ապրիլ, Հավադալ ոչ թե քու քոյությանդ, հաբա հավադալ քու ըսածներուդ և գադարել հնազանդիլ քու գամքիդ։ Ընդունե իմ աղոթքս, փառքիդ համար, ամեն։ Դերը ձեզ արադապես օրհնի։ Շնորհակալ ենք Տերոջմեն և Դեր շնորհ որ ամեն մեկս լսենք Տերոջը ցայնը և մտնենք այդ դաբանին մեջ։ Նաև գուզեի հիշել որ նվերքույրը կորձողություն ունեցավ այս շաբաթ Դերը գադարյալ բժշկություն դայրենալ։ Պիտի վերջացնենք երգելով 446-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտինենք և 5-րդը ոտքի և հովիվի նաոտքով պիտի փակենք։
4:4-6 Դեր ցայնդ կլսեմ Դեր ցայնդ կլսեմ որով զիս կգանչես գուքամ որ զիս ուրբարինով լվաս մեղկե մակրես Դեր քեզի գուքամ իմա զիս լվա Zis macresur parinov Eliali Golgotha Dăgar yev pilțucam Tu der its ujgudas Yev vorțin enger magălam Surpa Ով դեր շնորհակալ ենք Սուրբ եւ Բադվական Արյանդ համար, որ մեր բոլոր մեղքերը չնչեց։ Շնորհակալ ենք դեր, որ երկայնամիտ գլաս մարդոց, անոնց, որոնք դակավին քեզի հագարակ յանք մգաբրին, անհոգ եւ անդարբեր են, խոսքիդ չեն հնազանդիր, գահամբերես, որբեսի դեր քեզի թարդան։ Գաղոթեմ դեր, որ այս վերջին օրերու մեջ քո հոգիդ թափես եւ կործես բոլոր մեր սիրելիներուն, բարեկամներուն, ծանոթներուն սրտերուն մեջ, որբեսի դեր անոնք արթնան եւ դեր քեզի թարդան։ Հասկանան, որ թունես խաղաղության իշխանը, թունես հավիտենական կյանք շնորհողը։ Գաղոթեմ դեր գնքես խոսքդ յուրաքանչյուրի սրտի մեջ։ Քու փառքիդ համար։ Ամեն։ Amen.